Եթե դու նույնպես ուզում ես այսպիսի արդյունք ստանալ, ապա մնա մինչև վերջ բոլոր գաղտնիքները տեսնելու համար։ Խմորի համար մեզ անհրաժեշտ է 2 բաժակ գոլ ջուր, բաժակի չափը 250 գրամ և 6 հատ ձու, կոտրում ենք և լավ հարում։ Այնուհետև ավելացնում 1 թեյ գդալ լիմոնի աղ, 1 թեյ գդալ աղ, 2 ճաշի գդալ քացախ, 2 ճաշի գդալ օղի, խառնում ենք և քիչ-քիչ ավելացնում 7 բաժակ ալյուր։ Նախ հարում ենք հարիչով, այնուհետև սկսում հունցել ձեռքի օգնությամբ։ Կախված ալյուրի որակից հնարավոր է ավելացնել ևս 2 ճաշի գդալ ալյուր։ Եվ շարունակում ենք լավ հունցել։ Որից հետո շարունակում ենք հունցել սեղանի վրա, մոտավորապես 5-ից 7 րոպե։ Հունցելուց հետո խմորը սկսում ենք բաժանել 8 հավասար մասերի։ Խմորը կտրելիս պետք է այսպես լավ ծակոտկեն լինի։ Եվ սկսում ենք գեղեցիկ գնդեր անել։ Գնդելուց հետո սկուտեղի վրա ալյուր ենք ցանում և գնդերը շարում վրան, ծածկում պոլիէթիլենային տոպրակով և խոհանոցային սրբիչով։ Թողնում ենք 30 րոպե հանգստանա և մինչ այդ պատրաստում խուսը, որի համար անհրաժեշտ է 2 բաժակ ալյուր և 4 տուփ մարգարին։ Մարգարինը ընդհանուր կազմում է 1 կգ։ Այսպես լավ հարում ենք մինչև համասեռ զանգված դառնալը և բաժանում 8 հավասար գնդերի։ Կես ժամ անց գնդերն արդեն հանգստացել են, վերցնում ենք, բացում ձեռքերի օգնությամբ մի փոքր, մեջտեղում դնում խուսը և կրկին փակում, այնպես ինչպես ցուցադրում եմ տեսանյութում։ Բոլորը այսպես վերջացնելուց հետո ծածկում ենք և թողնում հանգստանա 2 ժամ։ 2 ժամ անց սկսում ենք բացել առաջին անգամ, գրտնակով, այնպես ինչպես ցուցադրում եմ հոլովակում։ Գրտնակելուց հետո սկսում ենք փաթաթել, սկզբից բերում ենք մի մասը մեջտեղ, այնուհետև հաջորդ մասը մյուսի վրա և երկու կողմերից վերևից ներքև փաթաթում, որից հետո դնում ենք 2 ժամ հանգստանալու։ 2 ժամ անց գրտնակով բացում ենք երկրորդ անգամ։ Երկրորդ անգամ նույնպես կատարում ենք նույն գործողությունը։ Գրտնակելու ընթացքում խմորը երբ փուչիկներ է տալիս, դա նշանակում է, որ խմորը լավ է ստացվել։ Այնուհետև ծալում ենք այնպես, ինչպես ցուցադրում եմ հոլովակում, որից հետո կրկին դնում ենք հանգստանա ևս 2 ժամ։ 2 ժամ անց սկսում ենք գրտնակել, այնպես ինչպես ցուցադրում եմ։ Կատարում ենք նույն գործողությունը, ինչ կատարել ենք նախորդ 2 անգամները։ Այս գործողությունները կատարելուց հետո 2 ժամ անց կարող ենք սկսել արդեն թխելը։ Խմորը կարող ենք պահել սառնարանում։ Իսկ եթե ձեզ դուր եկավ պատրաստման իմ տարբերակը, պահպանեք տեսանյութը և գրեք մեկնաբանությունում։ Բաժանորդագրվեք իմ ալիքին, տարածեք և լայքեք։